Լավ, հրամանատար որ մեկն ա եղել, ասենք, արդեն կամավորական ջոկատներում, որոնք ձևավորվեցին Երասխավանի վրա կես տարի հետո, Երասխավանի վրա հարձակվելուց հետո, որն ա եղել աֆիցեր։ Ոչ ոք։ Կադրային աֆիցեր, երևի թե այդպես հատուկ են կարա գտնենք, բայց կբերեին շտաբ։ Ուրեմն կադրային մեծ աստղերով աֆիցեր, ես այդ ժամանակ մի քանի հոգի գիտեի, ով մեր հետ էր։ Դա բաններ Ֆելիքսը Գզողյան, դա Արկադի Տեր-Թադևոսյաններ, եկե Դնեպրիկը Բաղդասարյան, Էլով կար։ Իսկ կառավարման որակը կարող ուրիշ ձևի էր։ Ջոկատի հրամանատարներ էին սպորտային տրեներները, ջոկատի հրամանատարներ էին հարսանիք նվագող, ասենք, ակարդեոնիստները, ջոկատի հրամանատարներ էին, ասենք, ուսանողները, ջոկատների հրամանատարներ էին գիտական փոքրիկ sense կամերային խմբի ղեկավարները, որ մի 7 հատ, ասենք, բանա գիտնական ունեն իրանց ձեռքի տակ, то есть ազգային քո ռեսուրսի մեջ զինվորականությունը որպես այդպեսի ներկա չէր սկզբնական փուլում կամավորական հետագայում 91 թվականի սովետի փլուզվելուց հետո շատ զինվորականներ, ովքեր որ կարիերա էին ուզում անեին, մնացին անտեր, կայսրությունը փլուզվել է։ Ռուսական, ուզբեկական կամ ուկրաինական բանակին կարող այնքան էլ պետք չէին, կամ այնքան էլ չէր դզում իրանք այդային խոսքի, չգիտեմ, Թուրքմենիայի բանակը ծառայեին։ Շատ-շատերը այդ վաղտ են վերադարձել 92 թվականի գարնանից հետո, երբ որ տարբեր երկրներում ստիպում էին իրանց, որ իրանք պրիսիագ ընդունեին։ Ասենք ուկրաինական, այդ ուկրաինական պրիսիագի ընդունելու process-ը սկսում է ինչքան հիշում եմ 92 թվականի մայիսից։ Այդ վաղտ նոր Ուկրաինա ծառայող մի քանի աֆիցեր տեղափոխվեց այս կողմ։ Մենք կարող ենք մարդկանց ֆենոմենի հետ գործ ունենք այդ этаպում։ Այո, մարդկային ֆենոմեն, մեր բախտը բերեց մենք այն մարդկանց մասին եմ խոսում, ովքեր որ տիրապետում էին իրավիճակին, ջոկատներին, կառավարման ինչ-որ հատկություններին։ Ես դրա հետ եմ, դա ֆենոմեն էր, որովհետև այնը որ կարող էր մարդկանց հետ աշխատել, ես իզուր չի, որ հարսանիքում երաժիշտի անուն տվեցին։ Հարսանիքում երաժիշտը այն ժամանակ շատ ավելի մոտիկ կոնտակտի մեջ էր քան այսօր։ Շատերը կարող է չհիշեն, բայց այնտեղ ինքն էր ղեկավարում կարելի ասել։ Համադեն մի հատ բաժակ էր բարձնում մի բան ասում էր, երաժիշտն էր կառավարում զալը իր արվեստով։ Եվ այդ մարդկանց կառավարելը մեծ դեր էր խաղում, ասենք։ Մարտի դաշտում համենայն դեպս անուններ չտամ, էլի կարող նեղանա, բան, որտեղ շատ անուններ տանք, որ պատկերացնենք շատ բնակը, որ Վազգենի մասին եմ ուզում խոսենք ու չկենտրոնանք մենակ Վազգենի վրա։ Վազգենը դե բան ֆիզկուլտ ինստիտուտ հասկացանք կադրային սպա չէր, զինվորական չէր, բայց մարդեր ով վերցրեց իրավիճակին տիրապետեց ու փորձեց գեներալի առաջինը ինքը վերցրեց։ Առաջի ռազմական ղեկավարը Հայաստանի եղել է ֆիդայական խմբերի կոորդինատորը Շահինյան Սամվելը։ Իդեպ դուք կարծեմ հենց իր ջոկատում եք եղել, չէ՞։ Իր կազմակերպությունում դա ջոկատ չէր, որտեղ ֆիդայիններ էին, իսկ ֆիդայինները ջոկատ չէին ձևավորում։ Ստեղեսպետ մի հոգի, ստեղեսպետ, այնտեղ երկու հոգի ա պետ, մեկը դու ստեղից ես հետո, մյուսը գալիս է խոսքի կապանից։ Իսկ կամավորական ջոկատները ձևավորվեցին արդեն, սկսեցին ձևավորվել հունվարից 90 թվականի, այդ ժամանակ արդեն Վազգեն Մանուկյանը դառավ։ Մի կարճ հատված Վանո Սիրադեղյանն ա եղել, ՀՇ-ի բանը համագումար ա եղել եւ ՀՇ-ի համագումարում էլ սաղ վախեցել են ռազմական բեռը իրանց վրա վեգալին, դե Վանոն հայտնի էր որպես դուխով տղա, էլի իրական դուխով, ոչ թե գլխակով, էլի, իրական դուխով։ Ինքը դուխով էր, ինքը կառավարման հանցագործ աշխարհի հետ բոլոր թվարկածների կառավարման մեջ ինչ տարբերություն կար ու ինչ գիծ կար, որը որ հաջողության էր տանում։ Ինձ թվում է, բան Շահինյան Սամվելը ինքը որպես կոորդինատոր հոյակապ իր գործը արեց, Վազգեն Մանուկյանը, քանի որ ավելի բանակաշինության բանի մասին էր մտածում, իր մոտ չէր ստացվում ոչ մի բան,
եթե ճիշտը խոսանք, եւ 90 թվականի առաջի կեսը մեր մոտ անհաջողությունների, ռազմական անհաջողությունների փոքրիկ, բայց անհաջողություն է։ Այդ վաղ մի հատ գոմ կորցնելը կամ Շուշի գրավման ժամանակ Վազգեն Մանուկյանը չի։ դա դրանից իմ ասացից 2 տարի հետո է եղել։ Չէ, բայց Վազգենն էր Մանուկյան։ Բայց 2 տարի հետո ու ինքը չի պլանավորել այդ։ Չէ, ինքը չի պլանավորել։ Այդ ժամանակ Վազգեն Սարգսյանը այդ ժամանակ չէ 90 թվականի մայիսին Վազգեն Սարգսյանն է դառնում գլխավոր հրամանատարը ու հետագայում արդեն ինչ պաշտոն էլ ինքը վարում էր անկախ դրանից դա նախարար էր պետ պաշտոնը կոչվում թե պետ նախարար էր կոչվում թե էտել չէր ինքը գլխավոր հրամանատարն էր ֆակտически ինքը գլխավոր հրամանատարն է եղել անկախ իր օֆիցիալ ասենք տիտղոսի Վազգենը դրանից առաջ եղել է Հարավի հրամանատարը հարավային շրջանների Արտաշատ, Արարատ, Եղեգնաձոր եւ այլն որքանով է բան աղել դե ամենակիչը կարողացել է բանը Քյարքին թուրքական դարձնի Տիգրանավան Տիգրանա Շեն հա դա արդեն քիչ չի բայց չկար այդ վաղ նորմալ դիսցիպլինա ջոկատներում, ինքնապաշտպանական ուժերում այդ թվում սահմանամերձ եւ արդյունքում եղավ Երասխավանի պրավալը։ Երասխավանը դա պրավալ էր։ Երբ որ սկզբից 9 թուրք, հետո 27 գալիս են, իսկ իր դեմ մոտ 3000 հայ կային։ 27 թուրքի դեմ լուրջ ինչպես կասի դասականը լուրջ 27-ի դեմ 3000 բայց մենք կառավարման փորձել չունեինք մենք տենց մեր սխալների վրա սովորելով գնում էինք առաջ ես հերվից եմ գալի այդտեղ կառավարումը այնքան մեծ դեր չէր խաղում ինչքան ուղակի զինվորի պատրաստվածությունը մեր զինվորները հիմնականում սրոյբատներ ծառայած կամ չծառայած կամ կապծորշիկ լուրջ զորքերում զենքերը համահունչ էին իրար բանը ավտոմատները ջրը Կալաշնիկով ոչ բոլորի մոտ հաճախ կարաբին դրանից առաջ որսորդական հարթափողներ խնդիրը Թուրքի խնդիր դարավ այդ մեր ռուսների սովետական մեքենայի դեմ այդ թվում տեղային իշխանությունների հայկական եւ թուրքական իրանց դեմ պայքարելը իրանց հետ բռնոցի պատժոցի խաղալը այդ ամեն ինչը բերեց դրան որ մենք լավ պարապած վարժված կոլեկտիվներ էինք սկսում տևը արդեն ղեկավարել Փախչելու տեղ չկա Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին